Այսօր մայիսի 26-ն է և հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր, այսօր ուժեղ էներգիա ունես նախաձեռնություններ սկսելու համար գլխավոր իր թիմը կամ սեփական նախագիծը առաջ մղիր։ Ցուլեր, փողային հարցերում զգույշ եղեք, կարճաժամկետ ռիսկերը կարող են խափանել երկարաժամկետ կայունությունը։ Երկվորյակներ, քո խոսքը այսօր կարող է ազդեցիկ լինել, օգտվիր դրանից բանակցելու, դասավանդելու կամ հաղորդակցվելու համար։ Խեցգետիններ, ներքին անհանգստությունը կարող է քեզ խանգարել կենտրոնանալ, փորձիր սրճել ընկերոջդ հետ կամ գրել այն, ինչ զգում ես, երեկոյան հաճելի լուրի սպասիր։ Առյուծներ, քո ինքնավստահությունը գրավում է մարդկանց օրը հարմար է հրապարակային ելույթների կամ ստեղծագործական աշխատանքների համար։ Կույսեր, աշխատանքային հարցերում ճշգրտությունը այսօր արդյունք կտա, միաժամանակ զգույշ եղիր խիստ լինելիս, շրջապատդ կարող է քեզ սխալ հասկանալ, երեկոյան զբաղվիր երաժշտությամբ։ Կշեռքներ, հավասարակշռության կարիք ունես, մի կողմ թող քո հոբիները, դրանք կօգնեն քեզ կենտրոնանալ, մի զարմացիր, եթե հին ծանոթներից լուր ստանաս։ Կարիճներ, այսօր քո ինտուիցիան շատ ուժեղ է, վստահիր ներքին զգացողությանդ, հատկապես ֆինանսների ու վստահության հարցերում։ Երեկոյան կարող է լինել խորը զրույց սիրելիի հետ։ Աղեղնավորներ, ճամփորդության կամ նոր գաղափարների օր է, կարդա, ուսումնասիրիր կամ պարզապես փոխիր միջավայրդ։ Կարող ես հանկարծակի ոգեշնչվել նոր նախագծերից։ Այծեղ ջուրներ, աշխատանքային ուղիներն ու հանձնարարությունները կդասավորվեն, եթե ճիշտ պլանավորես դրանք, հնարավոր է ղեկավարից կարևոր գնահատական ստանաս։ Ջրհոսներ, դու այսօր չես ուզում ռեժիմին ենթարկվել, բայց փորձիր նորարար գաղափարներդ բերել առօրյա, դա մեծ ազդեցություն կունենա սոցիալական ցանցերում, հնարավոր է հաջողության հասնես։ Ձկներ, զգացմունքային խորությունը կհանգեցնի ինքնակենտրոնացման, նկարչություն, գրառումներ կամ ջրին մոտ լինելը կօգնեն ներդաշնակվել, չափից դուրս չբացվես բոլորի առաջ։ Թե ինչ մաղթում ենք հաճելի օր, մնացեք օրագիր մյուսի հետ։